Սարքավորումների, այդ թվում հեռախոսների սահմանափակման մասին մոտեցման ներդրման ծրագիր, որը համապատասխան շրջաբերականով կիրառության է առաջարկվել բոլոր դպրոցներում, տեղերում ապահովելու ծրագրի կիրառման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, տեղայնացնելու մեխանիզմները, զուգահեռաբար ապահովելով իրազեկման աշխատանքներ ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների շրջանում։ Դպրոցներից ստացված տեղեկատվության հիման վրա արձանագրվել է, որ Երևանի ենթակայության 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցների ներքին կարգապահական կանոններում։ 8 դպրոցներում մշակվել է փաստաթուղթը, որը կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը առաջիկա նիստերի շրջանակում։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, իրականում կարծում եմ սա շատ կարևոր նախաձեռնություն էր եւ այս նախաձեռնության նաև ըմբռնումը դպրոցների տնօրենների կողմից շատ ոգևորիչ է եւ ըստավորեն միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ խելացի սարքավորումների արգելումը, սահմանափակումը դպրոցներում էականորեն դրական ազդեցություն են թողնում դասապրոցեսի վրա, երեխաների ընդհանուր այսպես ասած տրամադրության վրա, գնահատականների վրա եւ կարծում եմ այս գործընթացից մի որոշ ժամանակ հետո մենք պետք է իրականացնենք մեր հետազոտությունները հասկանալու համար, թե Երևան քաղաքում այս համանախապակումները ինչ արդյունքներ են տվել թվային ցուցանիշներով եւ վստահ եմ, որ դրանք դրական են լինելու, ուղղակի նաեւ պետք է հասկանալ չափը եւ նաեւ բարձրաձայնել այդ մասին։ Շատ լավ։ Հաջորդը Առևտրի ծառայությունների եւ գովազդի